2015-ի ամառային զորակոչի առաջին խումբն է Արցախահայության խորհրդանի Շտատուպապի հուշարձանից նորակոչիկներին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին են ճանապարհել ծնողները, հարազատներն ու ընկերները։ Մարինեն եղբորը ճանապարհում է ծառայության, հպարտությամբ է նշում, սա մի առաքելություն է, որից խուսափողներ չկան։ Ցանկացած տղա առհասարակ պետք է ծառայի, դա նրա պարտքն է։ Ինձ թվում է չկա հայ տղա, որ ասենք ինքը ըստ ցանկությամբ չուզենա ծառայի։ Էդուարդը փոքրի շատ է ծանոթ է զինվորական գործին, հայրն էլ է զինծառայող։ Շատ լավ է, օրերը հմբարալ վերեսորոքյա, շատ ուրախ եմ վերքինամում, մենակ թե արդյունքներ չտեսնանք։ Թերևս տարբերություն չկա, թե պաշտպանական որ շրջանում ու որ զորամասում կընդգրկվի, անկեղծանում է նորակոչիկ Արթուր Աթայանը։ Տարբերություն չկա, որտեղ էլ լինեմ նույն ծառայությունն, նույն հայրենիքս, նույն ձևի կպաշտպանեմ։ Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ տարեստարի առավել բարձր հիմքի վրա է դրվում զորակոչային գործընթացը։ Հայրենիքի պաշտպանների շարքերը համալրող այս երիտասարդները մարտական ոգով ու պատրաստությամբ չեն զիջելու այսօր դիրքում կանգնածներին։ Վստահ եմ, որ այս պատանիները կլինեն արժանի պաշտպաններ մեր հայրենիքի, մեր պաշտպանության շրջանների եւ իրանք փառքով կծառայեն եւ կվերադառնան։ Բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ ծնողները աշխատում են ոչ այնքան արցունքներով, որքան ժպիտներով ճանապարհել իրենց ворցիներին։ Մաղթանքը մեկն է՝ խաղաղ ծառայություն։ Չգիտեմ ինչպես պետք է լինի, ոնց պետք է ծառայի, բայց գիտեմ, որ Աստված մեր երեխեքի հետ է։ Առողջ ծառային, խաղաղ ծառային կան նրա ծնողներին։ Արչևում վերջին բուժզննումն է, որից հետո վիճակահանությամբ կորոշվի յուրաքանչյուրի ծառայության վայրը։ Մարինե Մկրտչյան, Հովիկ Արաքելյան, Էպիկենտրոն, Արցախ։